Հրանտ։ Անգամ գիտես մի հետաքրքիր բան էլ ասեմ Ստեփան ջան, քանի որ ներկայացումը պետք է բերեինք ապրիլ ամսին։ Ձգման Ընթացքին նորեն փոփոխություններ։ Էլի փոփոխություն ա մտել ներկայացման մեջ։ Հետաքրքրական, այսինքն եթե եկող դարի նորեն բերեք, նորեն փոփոխություններ բերելա։ Հոյակա, اد որ խոսեցար առողջության մասին։ Երկու նիսա հետաքրքրական օրեն մեր առողջությունը վեր եւ վարի իրավիճակի մեջ է։ Ինչպես է այսօր։ Հիմա փառքաստու ավելի լավ է։ Քանի վստահ եմ որ հանդիսադեսը գուզե իմանալ։ Եվ մենք գաղտնիքներ չունենք մեր կյանքի մեջ։ Ես մարդկանց էլ գաղտնիք չունեմ, այնպես որ հիմա շատ ավելի լավ եմ, քան բնականաբար նախկինում, բայց ցավոք սրտի նա էլ ինձ համար որ ես մոտ 3 տարի իմ նախասիրություններից, իմ կյանքից հետ ընկա։ Ցավում եմ, որ 3 տարի ոչինչ չեմ կարողացել անել։ Ու հիմա այդ կարոտը բեմին, կարոտը նորանոր ստեղծագործությունների բերեց, հասցրեց բեմ ու բեմը ինձ ավելի օգնեց։ Հոյակա։ Բեմը ինձ բուժեց։ Հոյակա։ Եթե ես հիմա գերց հայ լայնը բիցեի փարկաստուծո, բայց քանի որ շիդակ հայ եմ, չեմ ասում այդ մեկը, գենտացեմ որ քո գամքներ, քո ուժներ որ Ետ թադրոն պարսանալու համար հաղթահարես այդ բոլոր դժվարությունները։ Գիտես իմը եւ 3 զավակներինս։ Որովհետեւ ամբողջ բժշկության, ամբողջ ապակինման ընթացքում իրենք էին կողքս։ Այո։ Ես ագանադես եղած եմ այդ։ Հա։ Այգին ագանադես եղած եմ, այո։ Իրանք էլ ինձ եւ այլն, փառքաստու հիմա լավ է։ Քո աստուծոտ, իմ ոչ աստուծո։ Աբակած ծրագիրներդ։ Ունեմ 3 ներկայացումների պրոյեկտ։ Ծրագիր։ Այո։ Դե քանի որ մեզ տարբեր հանդիսատեսանայում, համար որ բոլորին պարզ լինի։ Տեսնենք, մեկը հենց Գևորգ Ալթունյանն է, որ Առաքելի հեղինակն է։ Գևորգին պետք է որ ճանաչես։ Անուններով ոչ, վստահ եմ որ դեսնենք իմանալ։ Մի ժամանակ հերոստատեսությունում էր եւ այլն, մի խոսքով։ Սա իր առաջի պիեսն է։ Առաքելը։ Առաջի իր աշխատանքն է։ Գիտես հետաքրքիր բան ասեմ։ Ու Գևորգը երբ բերեց Առաքելը ուղակի ինտերեսման համար։ Ասի Գևորգ ջան, գիտես ես ասեց ուղակի ուզում եմ կարդաս, կարծիք հայտնես, առաջի անգամ եմ գրել։ Ասի լավ։ Ստեփան կարդացի ու հասկացա, որ ես սա պետքա խաղամ։ Պետքա վազեմ բեմ, որտեղ արդիական ու շատ ժամանակակից։ Հիմա Գևորգը անում է երկրորդ գործը։ Ու երկու հատ էլ մի հատ շատ հետաքրքիր պիես կա, դրա վրա ենք աշխատում, առաջի անգամ ոչ հայ հեղինակի գործ եմ անելու, առաջի անգամ իմ ամբողջ կենսագրության մեջ, թարգմանված ու լավ թարգմանված։ Մարդիկ հրանտին գճանչնան դարբեր թերերի մեջ, ընդհանրապես կյանքի միշտ զավեշտական ավելի դեր ունենա, քան թե ավելի լուրջ կերպարը։ Մեր ազգը այդպեսին է եւ գավզեմ մարդկությունը այդպես է, քանի որ հեշտությամբ ավելի ընդունակ կլա, դիգա որ ծիծաղեն։ Առաքելը ավելի լուրջ կերպարն է։ Գիտես, էլի թեթև մատուցված։ Շատ հետաքրքիր է, որովհետեւ ինքը բավականին լուրջ թեմա է։ Այո։ Բայց մենք իրան ավելի հասարակ ենք ներկայացնում։ Որ մատչելի է լավ։ Հասարակ լավ, միայն մատչելի չէ, հեշտամարս, լավ, այդպես ասեմ։ Հա, նույնը Միակուլպան էր։ Օրինակ ինձ հաճախ հարցնում են Միակուլպան, Խաթաբալադան, կատակերգություն էին, ասում են ո՞նց կարա այդ ներկայացումները լինի կատակերգություն։ Դա չափից շատ լուրջ է։ Այո, բայց մեջ ընդգրկած էիք իրավիճակը։ Քո նախընտրածը ինչ է։ Փեմի վրա ի՞նչն ես նախընտրում դու։ Հետաքրքիր բան կես ասեմ։ Ես ինքս ինձ համարում եմ երջանիկ դերասան։ Ինչի, որովհետև ես ամբողջ կյանքում սկսած 18 տարեկանից դեր կամերային, Սենեկային թատրոնի
կենսագրությունից խաղացել եմ այն, ինչ որ ես ուզել եմ։ Որովհետև թատրոնի ղեկավարն էլ Արան Երնջակյան։ Այո։ Այն ժամանակ գրում էր հենց նրանց համար, ովքեր որ կային խմբում կամերային թատրոնի ու հետո էլ արդեն ներկայացումների մտահաղացումը, որը ծնվել է Արմեն Համբարձումյանի մոտ ու անցել է ինձ ու մինչև հիմա այդ ներկայացումներն են, որոնք որ ես խաղում եմ ինչ ես ուզում եմ, այն ինչ ինձ ուզում է, ես կիսվում եմ հանդիսատեսի հետ։ Կարան լինեն դալիճի մարդիկ, որոնց այդ միտքը դուր չգա։ Ես դա էլ եմ հասկանում։ Այս ներկայացումը իրեն հնարավորություն է տալիս դալիճից իր կարծիքը հայտնելու։ Եվ ես ուշադիր կլսեմ։ Հոյագապ։ Ես քեզի ծանոթացա 80-ական վերջավորության 80-ների վերջին, այո։ որ Լոս Անջելես եկակ Փանինետը, չէ՞։ Արայդ Երնջակյան։ Հա, Գամերայինի Քաշնազարը եւ կառավարական համերգը։ Կառավարական համերգը։ Գյանքիդ մեջ այն ժամանակ ավելի երդասարդ էիր։ Այսօր արդեն թորնիկ ունիս կարծեմ, չէ՞։ Այո։ Այն ժամանակ մեկ զավակ ունեիր, չէ՞ ամուսնացած չէր այն ժամանակ։ Չէ, երկու զավակ ունեի։ Այն ժամանակ ունեիր։ Այո։ Քո սեփական կյանքիդ մեջը ի՞նչն ես տեսնում հարստություն եւ ինչ ես տեսնում աղքատություն։ Այսինքն ոչ թե նյութական հասկացություն, կյանքի ճանապարհին այդ տերասանը այդ օրը եւ այսօրվա տերասանը, որ անցած է դերևս դասնյակ կամ 50-ն ավելի կամ 100-ավոր թերերի մեջ ինչն է քեզի հարստացուցած եւ ինչն է քեզի աղքատացուցած։ Գիտես օրինակով ասեմ, ժամանակին երբ իմ սերունդը որոշեց գնալ կամերային թատրոնից, որովհետև թատրոնը երիտասարդական է, երբ որ ես գնացի, ուրիշ թատրոն չէի ուզում, որովհետև սովոր էի իմ թատրոնին, դա էի սիրում, դա էի կառուցել իմ ընկերների հետ միասին։ Ու սկսեցի զբաղվել բիզնեսով։ Ես էլ առանձին բիզնեսով էի զբաղվում, Արմենն էլ Համբարձումյան առանձին բիզնեսով էր զբաղվում։ Ու մի օր երբ որ հանդիպեցինք Արմենի հետ, ընկերական զրուցում ենք, ասի գիտես Արմեն ջան, ցավոք սրտի ջանը մոռացա էլ կրկնեցի, բայց Արմեն Հոկիս։ Արմեն Հոկիս։ Նույն իմաստն է, գիտես, չէ՞։ Գրպանս լցվում է, բայց ստեղս մի բան պակասում է։ Ամեն անգամ ինչքան ստեղ լցվում է, այնքան այստեղ պակասում է։ Ասեց արի մի բան մտածենք։ Ես թողեցի բիզնեսը, ինքը թողեց բիզնեսը ու վերադարձանք թատերական նախաձեռնության։ Ու ստեղծվեց Խաթաբալադան։ Մեզ միացավ Միքայելը Պողոսյան, Իրինան Դանելյան, Մարիամը Դավթյան ու ստեղծվեց Խաթաբալադան։ Ու այդտենց շարունակեցինք թատրոնը։ Նույն խումբով։ Դարբեր ծրագիրներ։ Դա առաջի մասնավոր թատերախումբն էր Հայաստանում։ Հա, մինչև այդ տարբեր խմբեր կային, բայց համերգային ծրագրեր են անում, որպեսզի թատերական խումբ մերը առաջինն էր։ Ու մենք կարողացանք թատերական համայնքին, համենայն դեպս մեծ մասին համոզել, որ թատրոնը տեղը, որտեղ կարելի է ոչ միայն հոգեպես զարգանալ, հոգեպես բավարարություն ստանալ, այլ նաև դրան վաստակել թատրոնով, որ աչքը դուրս չլինի։ Դա համար հիմա մեկ որ հաճախակի ձայներ ես լսում, այս ինչի կողմից ենք ծախված եւ այլն, սուտ է։ Ինքը արդեն Հայաստանը թատրոն դարձած է, քաղաքական թատրոն դարձած է։ Ցավոք սրտի։ Այո։ Ցավոք սրտի։ Այն ժամանակ քաղաքականությունը բեմի վրա էր։ Հիմա կյանքում է։ Հիմա կյանքը դարձած։ Բայց մենք փորձում ենք այդ կյանքի քաղաքականության համեմատ ոտ գցել ու փորձել, գիտես, որովհետև հաճախակի շատերը բարձրանում են հարթակներ, ճառեր են ասում եւ այլն, կեսից շատը սուտ, կեսից քիչը ճիշտ, նշանակություն չունի։ Ես դա չեմ կարողանում անել ու չեմ ուզում։ Իմը բեմն է։ Բեմն է իմ հարթակը։ Ես բեմից կարող եմ ասել այն խոսքը, այն միտքը, որ հուզում է ոչ միայն ինձ, այլ նաև իմ հանդիսատեսին։ Ընդհանրապես բեմը ժողովրդին ուղղություն է տալիս։ Դժբախտաբար այսօր քաղաքականությունը եւ այդ բոլոր թերասանությունները, որ կգադարվին գոր բեմից դուրս
ժողովրդի ուղղություն է դալիս։ Այդ բայկարը, որ հիմա կա, փեմի միտքի հարստությունը եւ ժողովրդի փոխանցելը հիմա դարձած է ժողովրդի աղքատությունը ուզում է փեմի վրա աստե, տերասանի վրա աստե։ Մի բանը վատա գիտես, եթե առաջ բեմը իսկապես կարելի է փակագծերի մեջ ասել ուսուցիչ էր, այսօր տենց չի, որովհետև միակուլպա ներկայացումը, որի հետ դու շատ լավ ծանոթ ես, 15 տարի մնաց բեմում։ Մասնավոր թատրոնի համար դա չտեսնված բան էր։ 15 տարի ու ես ներկայացումների արդեն վերջում միշտ ասում էի հերիք եղավ բոլեղավ, ես էլ չեմ ուզում միակուլպա խաղալ։ Ես ուզում եմ խաղալ ընկերության մասին, սիրո մասին, քաղաքի մասին, երկրի մասին, իմ հույզերի մյուս այն ինչ որ ինձ ուզում է, ոչ թե քաղաքական կամ սոցիալական թեմա լինի։ Ու ինձ թվում էր, որ այդ քանակի հանդիսատեսը, որ նայես ներկայացում, հիմա կփոխվեն, այս կնեն, ոչ մի բան էլ չփոխվեցին։ Ցավոք սրտի, շատ քիչերը, որոնք մինչև հիմա նայում են այդ ներկայացումը, փառք Աստծո, գոնե Արմենը կարողացավ համոզել մեզ առաջ հերթին եւ հանդիսատեսին նկարեց ներկայացումը կա։ Էլի մտնում են, էլի նայում են, բայց որքանով է ներկայացումը ազդում հանդիսատեսի վրա։ Դժվարանում է պատասխանել այդ հարցին։ Սերներ այս ուրբաթ եւ գիրագի, իհարկե, մեր Լոս Անջելեսի հայությունը ընդհանրապես ուրբաթ շաբաթ գիրագիով ավելի հբարդ է, բայց աս բարակային միան թե ուրբաթ եւ գիրագի, ամսուն 19-ին եւ 21-ին։ Տոմսերը գնաք ապահովել ticket.com-ից կամ զանգարելով 818-265-0506 համարին, ապահովեցեք Արաքել ներկայացման Հրանտ Թոխատյանի եւ Սամվել Թոփալյանի այս հետաքրական ներկայացումը եւ ինչու՞ չէ, թերևս շատերի իրավիճակը կփոխի։ Այսօր Հայաստանը թատերական ասպարեզը, քանի ես ամեն տարի որ երկու անգամ Հայաստան գուքամ, ընդհանրապես միշտ ջաշարանները կշատնան, բայց մշակույթարաններ կբացին։ Ինչ է իրավիճակը թատրոն եւ թատրոնին դուրս հայկական իսկական մշակույթի կետրոնները։ Ես մի բանի համար շատ ուրախ եմ, որ հիմա մանավանդ այս վերջի տարի ու կես երկու տարին թատերախմբերը մասնավոր ավելացել են, փոքրիկ խմբեր են, փոքրիկ դահլիճներ են վերցնում ու ներկայացումներ են անում։ Հաճախ ոչ այդքան հաջող, մեկ վատը, բայց կան նաև լավները, լավ ներկայացումներ կան։ Ես մեծ հաճույքով գնում եմ այդ նոր խմբերի հետ ծանոթանում եմ, որովհետև ուզում ես անընդհատ ձեռքս պահել զարկերակի վրա, թե ինչ է այսօր հուզում հանդիսատեսին, ինչ է այսօր հուզում դերասաններին, որովհետև գիտես դերասանի մասնագիտությունը ես կարծում եմ նախ պետքա ծնվում ես տաղանդը հետը ծնվի, դա է ամենակարևորը, եւ երկրորդը ինտելեկտը։ Դերասանը պետք է լինի խելացի, որպեսզի բեմին կանգնած դու չասես կամ քո կամ դասականների տեքստերը դատարկ աչքերով, իսկ հանդիսատեսի մի մասն էլ է դա տեսնում ու չի հավատում քեզ։ Ծափ է տալիս, բայց վայ են ծափ տալու։ Այսօր Հայաստանի մեջ pedagogan թատրոն հասկացողություն, մասնագի, այսինքն անհատական թատերախումբերու գոյությունը, որչափ իրարու աստում են կամ արդյոք քանի ամեն ինչի ես միշտ կսեմ բարոյական հաղթանակները կարևոր չէ, նյութականն է ամեն ինչի գա։ Այսօր մշակույթը նյութականով գնա քննադիր։ Pedagogan աջակցություն թատրոնի, pedagogan թատերական ներկայացման ինչ իրավիճակի մեջ է, լավացած է կամ ավելի վատ է։ Ես ճիշտ ասած չգիտեմ պետական թատրոնների հիմա կարգավիճակը, ֆինանսապես իրանց հերիքում է, չի հերիքում, չգիտեմ, բայց ես գիտեմ, որ պետական թատրոնների դերասանները հենց կազմում են այդ փոքրիկ մասնավոր խմբերը։ Հարագից իրարու այդ մեկը կատարում են, որ ապրուստ ապահովեն։ Հիմա սերիալներն են շատացել,
Դժվարի հայացքի ամենամեծ դժբախտությունն է։ Ցավոք Այսինքն նկարահանել մի գեղեցիկ պատմություն հոյագապ է, այսինքն ադա մշակույթի հատված մն է։ իհարկե։ Բայց դժբախտաբար այսօր քիծողը եւ չքիծողը այդ կորձի մեջ են։ Ես քիչ ասկարաչ վարծացի որ մեր ասկի մեջը քիծողը եւ չքիծողը այդ կորձի մեջ են։ Երկիչը գիտեք երկել կամ չի գիտեր երկել երկիչ է դարձած, տերասանը գիտե տերասան լինել կամ չի գիտեր տերասան է դարձած, ինչպես խոհարարը գիտե կամ չի գիտեր ջաշ պատրաստել ջաշարան է բացած։ Դա համար անկեղծ ասած ես միշտ նեղվում եմ, որ եթե ինչ-որ մեկը ինչ-որ բան անում, ասում են դերասանություն մի արա, կամ այսօր բարձացավ բեմ կներես կապիկություն արեց, դերասանը Դերասան անունը իջացրել հասցրել են հատակին։ Դա համար մենք այսօր ավելի շատ մեր մեծերով ենք բարձնում։ Քան թե դենգայի ցավոք սրտի արդեն չկան։ Այո։ Իսկ նոր մեծեր չեն ստեղծում։ Չէ։ Ու չենք էլ հավատում որ կստեղծվի։ Այդ դա է ամենավատը։ Այո։ Հավատ չկա։ Սիրելի Հրանտ, շնորհակալություն այսօրվա հագիր հարցազրույցին համար։ Ուրեմն սերիներ այս ուրբաթ եւ այս կիրակի ամսուն 20-ին եւ 21-ին 19-ին եւ 19-ին այո 20-ը Վիկեն Տարփինյանի համերգներ իմ գետրոնի մեջը նրայա ներկա գտնվեցեք Հրանտի թադերական ներկայացման մի մոնակ որ մոտավորապես 5 միլիոն հայ գաբրի հարավային Կալիֆոռնիայի մեջը եւ մենք քիչ ենք սակայն միան մեզ հայեն ասում 500 հայեր կան որ հայկականով հետաքրքրված են Դոմսերը գտնակ ստանալ ticketmiket.com-ից կամ զանգահարելով 2650 0506 համարին Արաքել թադերական ներկայացման ուրբաթ 19-ը գիրակի 21 իսկ Վիկեն Տարփինյանի համերգը հայկական արվեստի գետրոնի մեջը զանգահարեցեք ինձ 818 244 246 թվին իսկ այժմ բարձրապես ցեզի կմաղթեմ լավ բաներ այսինքն բարի Լուիս Բարև ձեզ սիրելի Լոս Անջելեսի հանդիսատես Ողջույն, սիրով ուզում ենք տեղեկացնել, որ հունիսի 19-ին եւ 21-ին 7:30 PM Pasadena-ի PM երեկոյան Հա Pasadena-ի AGV սրահում տեղի կունենա Արաքել ներկայացումը նորովի հատուկ ձեզ համար անակնկալ հունիսի 19-ին եւ 21-ին AGBU Performing Arts Center Սկիզբը 7:30 PM Տոմսերի համար զանգահարեք 818 265 0506 կամ այցելեք ticketmiket.com կայքը Արաքել Ներկայացում բոլոր նրանց համար, ովքեր անտարբեր չեն Հայաստանի ճակատագրի նկատմամբ Սիրով սպասում ենք բոլորիդ Կգաք, թե չէ կնեղանանք Աբուշի մեգը պիտի լաս, եթե չհասկնաս, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները հայկական է։ Բարի Լուիս